Հարևն արդեն մոտեցել էր մայրամուտին, դաշտում մի անմեղ լռություն էր տիրում, ու միայն վերքերը վիրավոր հողի հուշում էին, որ դեռ պատերազմ է գնում։ Խրամատի մեջ մի պատանի զինվոր կարոտով նամակ էր գրում, նա հիշում էր տունը հայրենի, ծվարած հայոց լեռներում։ Միլացիր իմ մայրիկ, սպասիր ինձ և ես կգամ, ես քեզ շատ եմ սիրում, կարոտել իմ մայրիկ, ես հիշում եմ խոսքերը քո, սիրել հողը մեր հայրենի, ես հիշում եմ արցունքները քո և պատմում էիր ջարդերի մասին, ես հիշում եմ տունը մեր բակի բարդին ծերացած, ես հիշում եմ խոխոժ նարդվակի ու մանկական խաղերս անցած, ու լսվեց հրաման մի ողոտ դղրդաց, ծանր արգերի տակ հողը տնքած, ձեռքին հրացան նամակը ծոցում պահած, տղան առաջ նետվեց ատամները սեղմած, պետք էր անցնել ընդամենը 100 լոկ 100 քայլ հայրենի հողի, բայց ինչքան կարճ են քայլերը խաղաղ և ինչքան երկար դաշտում այս կռվի, ու հանկարծ կարծես լռեց ամեն ինչ, տղան հնձված հսկի պես ընկավ, ձեռքերում սեղմած նամակը ծակված, հայացքը ուղղված կապույտ երկնքին, արևն արդեն մոտեցել էր մայրամուտին, հրետանու ձայնը լսվում էր հեռվում, ու միայն մահամերձ ընկած հայորդին հայոց լեռների երգներ երգում, թրջեի մտքով դու ու